Բարի լույս։ Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակն առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա։ Մոնթե Մելքոնյան։ Այսօր Ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Նա ուսանել է աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում, տիրապետել 8 լեզվի, 1991 թվականին հաստատվել է Հայաստանում եւ մասնակցել Արցախի ազատագրական պայքարին։ 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունները։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Արժանացել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։ Այսօր նա կդառնար 56 տարեկան։ Մոնթեի հիշատակին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ Մոնթե ես կվերադառնամ խորագրով։ Սկիզբը ժամը 19:30-ի։ Ուկրաինայում շարունակվում են բողոքի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները։ Ցուցարարների մեծ մասը հավաքվել է Կիևի գլխավոր հրապարակում Մայդանում, որն այս օրերին ստացել է Եվրամայդան անունը։ Նոյեմբերի 29-ին Վիլնյուսի գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ պաշտոնական Կիևը հրաժարվեց Եվրոպական միության հետ ասոցիացման պայմանագրի ստորագրումից։ Ուկրաինայի 1 միլիոն քաղաքացի ստորագրությամբ երկրի իշխանություններից պահանջել է շարունակել Եվրոպական միության հետ ինտեգրման քաղաքականությունը։ Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նոր կարճամետրաժ «Անպետք» ֆիլմը կներկայացվի Լեհաստանի կինոփառատոնին։ Կարճամետրաժ այս ֆիլմը պատմում է ինքնասպանության եզրին կանգնած մարդու ապրումների մասին, ով սակայն դառնում է մի փոքրիկ աղջկա փրկիչը։ Արշակ Զաքարյանը նպատակ է ունեցել այս ֆիլմով նպաստել Հայաստանի Հանրապետությունում ինքնասպանությունների կասեցմանը։ Իր հարցազրույցներից մեկում կինոռեժիսորը նշել է, որ այս ֆիլմը մեր մասին է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այս պահին Երևանում 3 աստիճան տաքություն է, հետևեք եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։